իմիջայլոց, իրանք, նաև, և ոչ միայն իրանք, տարիներով, տասնյակ տարիներով, Ղարաբաղի ժողովրդին պատանդ են պահել, գիտեք ինչի համար, այդ միջանցքը ստանալու համար, որ իբր Լաչինի միջանցքի դիմաց, պետք է մի հատ Մեղրիի միջանցքը լինի, մենք ենք կասեցրել այդ ծրագիրը, ես եմ կասեցրել այդ ծրագիրը, Մեղրին Հայաստանի անբաժանելի մաս է, որովհետև և միշտ լինելու է, որովհետև ես ամենադժվար պահին պինդ կանգնել եմ Հայաստանի տարածքային ամբողջականության դիրքերում, եթե մենք շարունակեինք, եթե իրանք բան են ասում, Լաչինի միջանցք էին ասում, իբր իրանք օրակարգ են բերել տենց մեծ հարց, Լաչինի միջանցքի թեման բերվել է Մեղրին Հայաստանից օտարելու համար և ես եմ կանգնեցրել այդ թեման, Մեղրին Հայաստանի անբաժանելի մաս է, իրանք Մեղրին տալու համար հոկտեմբերի 27 են արել, իշխանափոխություն են արել, հեղաշրջում են արել և ահա այդ սրանք, այս պատերազմի եռագլուխ կուսակցությունը դրանք Մեղրին տվողների խումբն է և իրանք պետք է Հայաստանի պետության համար դատվեն և տասնամյակով բաց նստեն, տվեք ինձ այդ մանդատը, ես ասում եմ, բոլոր գծերը անցել են, Կալուգացի օլիգարխը, Ռոբերտ Քոչարյանը, են բելարուսացի են մեկը, պետք է նստեն բանտ, ինձ տվեք այդ մանդատը, նրանք պետք է տասնամյակ անցկացնեն բանտում և ես ձեզնից մանդատ եմ ուզում այդ պլանը իրագործելու համար և ես ձեզ ասում եմ, նրանք Մեղրին տվողներն են, ես ձեզ համար ապահովել եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և Մեղրին Սյունիքը հարատև Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս է, սրա մասին այս ընտրությունները։ Nico Maciek!